հաջորդ ընտրությանը եւս մասնակցելու եք հաղ պայմանագիրը եւ հաջորդ ընտրությանը եւս մենք որպես ընդդիմադիրներ պետք է մասնակցենք եւ փորձենք հաղթելու, բայց հետեւություններ արած եւ այլ գործիքակազմերով հիմա այնինչ տեղի է ունենում Բարգավաճ Հայաստանի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դա մարդ է առանց կանոնների եւ այդպիսին է երրորդ ժամկետի գնացող բոլոր ղեկավարների ճանապարհը, դա շատ տեսանելի էր մինչեւ ընտրությանը։ Հաղթեր Փաշինյանը պետք է աներ ընդդիմության նկատմամբ այնինչ անում է իրավական գործիքակազմով, նկատի ունեմ իրավապահներով, հաղթեր ընդդիմությունը նույնը անելու էր Փաշինյանի նկատմամբ։ Մեր երկրներում տրամաբանությունը այդպիսին է։ Եթե փորձում ես հաղթել, պետք է ներդնես քո բոլոր ջանքերը, ուժերը եւ ռեսուրսները։ Բայց երբ մտածում ես, որ դու առանձին կարող ես հաղթել, ինչպես մտածեց եւ Փաշինյանը եւ ցավոք սրտի Սամվել Կարապետյանը, վերջում բոլորը դժգոհ են մնում այս ընտրությունների արդյունքներից եւ ընդդիմությունն է դժգոհ եւ իշխանությունը։ Իշխանությունը չստացավ սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունը չկարողացավ իրականացնել իշխանափոխություն։ Եվ սա է լինելու ընդդիմադիր ընտրողի հաջորդ խնդիրը եւ ընդդիմադիր լիդերների հաջորդ խնդիրը, այս նույն սխալները չկրկնել։ Եվ ինչա շատ պարզ է եւ տեսանելի եւ 28 թվականին հաջորդ քաղաքային ընտրություններում եւս հնարավորություն է լինելու այդ փոփոխությունը իրականացնելու բոլոր այն ճնշումներով, որ իշխանությունը կիրականացնելու եւ այլն։ Հետո չասենք էլի վարչական ռեսուրս կիրառեցին։ Հիմիկվանից ասում եմ, պարզ է որ կիրառելու են։ Դրա համար պետք է դրա դեմը գործողություններ իրականացնել։ Մինչ այդ